Վաշինգտոնը և Կիևը քննարկում են ուկրաինական էլեկտրակայանների շահագործումն ամերիկյան ընկերություններին հանձնելու հնարավորությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահը նախարարների կաբինետի հետ հանդիպմանը։ Դոնալդ Թրամփը նաև ակնկալում է, որ մոտ ապագայում Միացյալ Նահանգները և Ուկրաինան կստորագրեն օգտակար հանածոների մասին համաձայնագիրը։ Այժմ ռուս-ուկրաինական կարգավորման օրակարգում են նաև տարածքների հարցը, հնարավոր սահմանազատումը, էներգետիկ անվտանգությունը։ Հակամարտությունը պետք է դադարեցվի։ Միացյալ Նահանգներն արդեն չափից շատ է ծախսել Ուկրաինայում պատերազմի վրա։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիայում ամերիկյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ռուսական և ուկրաինական թիմերի հետ։ Ավելի վաղ ամերիկյան կողմը տեղեկացրել էր, որ Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան քննարկումների օրակարգում է Սև ծովում ռազմական գործողությունների դադարեցման, ջրային ճանապարհով առևտրային փոխադրումների վերականգնման հնարավորությունը, նաև տարածքների և Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու հարցը։ Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքներով հնարավոր կլինի առաջընթաց գրանցել։ Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Սաուդյան Արաբիայում ամերիկյան թիմի հետ քննարկումներում ռուսական պատվիրակության անդամ Գրիգորի Կարասինն էլ մանրամասներ է հայտնել 3 տեղի ունեցած բանակցություններից, որոնք տևել են շուրջ 12 ժամ։ Նրա խոսքով շփումը եղել է հետաքրքիր և բարդ, բայց կառուցողական։ Ուկրաինայի հարցով մեր դիրքորոշումները միշտ չէ, որ համընկնում են, բայց կողմերը տարբերակներ կգտնեն։ Նման հնարավորություն է ի հայտ եկել։ Մոսկվան ու Վաշինգտոնը հասկանում են, որ պետք է գործակցեն ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցերի շուրջ, ասել է Կարասինը։ Նա հավելել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները կշարունակվեն, դրանց կներգրավվեն ՄԱԿ-ը և առանձին երկրներ։ Սերգեյ Լավրովն էլ հայտնել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներին այժմ զեկուցվում է ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների մասին։ Նա հաստատել է, կողմերը քննարկել են Սև ծովում անվտանգ նավագնացության հարցը։ Մոսկվան հանդես է գալիս բոլորի համար ավելի ընդունելի տարբերակով Սևծովյան նախաձեռնության վերսկսման օգտին։ Երբ դա տեղի ունենա, Ռուսաստանը հստակ երաշխիքներ կպահանջի։ Մենք չենք կարող վստահել Կիևի խոսքին, ամերիկյան կողմը լսել է երաշխիքների մասով Մոսկվայի դիրքորոշումը և հասկանում է, որ միայն Վաշինգտոնը կարող է դրական արդյունքի հասնել ուկրաինական հարձակումները կանխելու հարցում։ Մեկնաբանելով Ուկրաինա եվրոպացի խաղաղապահներ ուղարկելու հեռանկարը Սերգեյ Լավրովը նշել է, այդ երազողներն ամեն օր ապացուցում են իրենց կատարյալ անկարողությունը։ Էր-Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները ամփոփել է Սպիտակ տունը։ Նշվում է, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը և բացառել ուժի կիրառումը Սև ծովում։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները կօգնի Ռուսաստանին վերականգնել գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման համար համաշխարհային շուկայի հասանելիությունը։ Ուկրաինական կողմի հետ էլ պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել ռուսական և ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածները բացառելու մեխանիզմ։ Վաշինգտոնը պատրաստակամություն է հայտնել շարունակելու միջնորդական ջանքերը, այդ թվում գերիների փոխանակման հարցում։ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է ծովում հրադադարի շուրջ համաձայնությունը։ Նա նշել է, որ ռեժիմը կարող են վերահսկել ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ օրինակ եվրոպական երկրները կամ Թուրքիան։ Զելենսկին շեշտել է, Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի։ Սաուդյան Արաբիայում բանակցությունների արդյունքներով հաղորդագրություն է տարածել նաև Կրեմլը։ Ռուսական կողմը ևս հաստատում է Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման և ուժի չկիրառման անհրաժեշտությունը։ Նշվում է, որ ձեռք բերված պայմանավորվածություններն ուժի մեջ կմտնեն, երբ վերացվեն Ռոսսելխոզբանկի և պարենային ոլորտի այլ կազմակերպությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ֆինանսական գործարքների, նավահանգիստներում Ռուսաստանի դրոշով նավերի սպասարկման, Ռուսաստան գյուղատնտեսական տեխնիկայի, սննդամթերքի մատակարարման սահմանափակումները։ Ըստ Կրեմլի հաղորդագրության Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածները 30 օրով դադարեցնելու ուղղությամբ, այդ ժամկետը երկարաձգելու կամ չեղարկելու հնարավորությամբ։ Նաև Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ողջունում են երրորդ երկրների ջանքերը, որոնք ուղղված են էներգետիկ և ծովային ոլորտներում համաձայնությունների իրականացմանը։ Ռուսական կողմը եզրափակում է, Մոսկվան և Վաշինգտոնը կշարունակեն աշխատել ամուր և կայուն խաղաղության հասնելու համար։ Դիանա Գասպարյան, լուրեր։